Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այս համեղ տոլմայի պատրաստման եղանակ իմ ալիքում շատ կգտնեք, իսկ այս աղցանից առաջին անգամ եմ պատրաստում, սիրելիներս շատ համեղ աղցան եմ պատրաստելու, մնացեք ինձ հետ, որպեսզի տեսնեք ընթացքը։ Ներկայացնեմ, թե ինչպես եմ սոխը մարինացնելու։ Կտրատած 1 գլուխ սոխի վրա լցնում ենք 1 սուրճի բաժակ ջուր, 1 թեյ գդալ էսենցիա, մի փոքր աղ և թողնում ենք մի 10 րոպե, հետո ջուրը քամում ենք, որպեսզի օգտագործենք գլուխ սոխը աղցանի մեջ։ Ուրեմն բաղադրիչներն են տավարի խաշած միս, համեմ, եփած կարմիր հատիկ լոբի, գլուխ սոխը, մանրեցրած ընկույզ, մայոնեզ և սխտոր։ Հիմա հերթականությամբ լցնեմ աղցանամանի մեջ, վերցրեք այնպիսի աման, որ բոլոր բաղադրիչները տեղավորվեն և կարողանաք ազատ խառնել, որպեսզի լինի և ավելի համեղ և ավելի հեշտ խառնելու համար։ Կարող եք այս նույն աղցանը պատրաստել նաև տավարի միսը փոխարինելով հավի կրծքամսով։ Կարող եք սոխը փոխարինել կանաչ սոխով և մայոնեզը կարող եք փոխարինել թթվասերով, այս տարբերակներով էլ է շատ համեղ։ Բոլորս էլ գիտենք կարմիր հատիկ լոբին շատ համեղ է ստացվում ընկույզով և սխտորով։ Այստեղ էլ ավելանում է արդեն տավարի միսը և ավելի է համեղանում։ Ոչ մի տեղից այս աղցանի բաղադրատոմսը չէի վերցրել, ինքս եմ հորինել և արդյունքում շատ համեղ ստացվեց, բոլորս էլ հավանեցինք։ Լավ խառնում ենք, թողնում ենք 15 րոպե, որպեսզի համերը խառնվեն, 15 րոպե հետո կարող ենք մատուցել։ Քանի որ աղցանը բավականին շատ էր, վերցրել եմ այնպիսի աման, որտեղ կարողանամ մատուցել ամբողջությամբ, դատարկելով աղցանամանը։ Միայն փորձել է պետք, սիրելիներս, պետք է վստահեք, որ ասում եմ լավն է, համեղ է և ինքներդ էլ փորձեք, շուտով ամանոր է և միգուցե դուք էլ հավանեք և դառնա ձեր մշտական աղցաններից մեկը։ Ինչպես տեսաք, պատրաստեցի, վերջացրեցի։ Կտրատելու ընթացքը չեմ ցուցադրել, որպեսզի տեսանյութը ավելի երկար չլինի և ձեզ չձանձրացնի։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք իմ տեսանյութը, կհանդիպենք նոր վլոգում։